Այս աստղաբան շատ է բարձրաձայնվում, որ վեհափառին վեհարանից դուրս են հանելու եւ զրկելու են կաթողիկոսի աստիճանից։ Այդպես է։ Ես ասեմ, մենք խոսել ենք դրա մասին, կարծեմ թրուցիկ ենք խոսել։ Նրա քարտեզում բարձրացող հանգույցը ձկներում է։ Կաթողիկոսի։ Այո։ Նա պատահական չէ այդտեղ հայտնվել։ Իծնեն նրան տրված է եղել կաթողիկոս լինելու այդ կարևոր դերակատարում ստանձնելու բարձրացող հանգույցը ձկներում է։ Իսկ իջնող հանգույցը կույսում նա ուղղակի չպետք է զբաղվեր կամ եթե զբաղվել էր, եթե բիզնեսներ ուներ, որոշակի գործեր կար, կույսը աշխատող նշան է, պետք է հիմքը լիներ նա ու հասներ հոգևոր զարգացման։ Նրա քարտեզում այդ ամենը կանխորոշված էր, կամ լինելու էր 37-38 տարեկանում, կամ 56-57 տարեկանում։ Այստեղ երկուսն են, այո, կամ 74-75, յուրաքանչյուր 18 տարի մեկ։ Ես չգիտեմ, հիմա հենց այդ տարիքում են ագտնվում։ Հիմա ինչ է դա նշանակում, կաթողիկոսը կմնա, թե ոչ։ Ես կասեմ, որ կաթողիկոսի քարտեզը լարված էր սեպտեմբերի 7-ից 21-ը, մյուս լարված այդ ժամկետը մարտի 3-ն է։ Այդ լարվածությունը ինչ է հանգեցնելու։ Եթե այդ ժամանակահատվածում նա դուրս չեկավ, հնարավոր է երկարաձգի։ Շնորհակալ եմ, որ եկաք ներկայացրեցիք աստղաբանական քարտեզները, եւ հիմա արդեն ժամանակն է մեր հերոստատիտողները անհամբեր սպասում են կենթանակերպի նշաններին, որպեսզի իմանան ում ինչ է սպասվում, ինչ անեն, ինչից զգուշանալ եւ վտանգավոր օրերը եւ քայլերը որոնք են